Մամաս այն թեպսի է։ Լիբանանում եմ մեծացել։ Լիբանանի Բաղրամյան ֆուտբոլային թիմի դարպասապահն եմ եղել։ Վերջին 47 թվին Հայաստանը եկել աշխատել։ Հիմա աշխատում եմ ներողություն 15 քվարտալի սերվիզում եմ աշխատում, ավտոմեքենա եմ դժում զավակը։ Ձեր մայրիկը ձեզ պատմում էր ցեղասպանությունից։ Մամաս այն թեպսի է Կելեկյան որբանոցում եմ եկել։ Որբա եղել, մամաս որբա եղել։ Կելեկյան որբանոցում եմ եկել, հիմա 80 դար ավելի կապնել։ Նորվում են նորվում Ես ալդավսի քվարտալի սերվիզում ավտոմեքենա եմ դժում։ Ձեր պահանջը ո՞րն է, ինչ կոչ ունեք այսօր համայն աշխարհին։ Իմ պահանջը բոլորն նույն պահանջն են, թուրքը պետք է պատժվի ու վերջը ցեղասպանությունը պիտի ընդունի զավակ, ցեղասպանությունը պիտի ընդունի, ուրիշ ոչինչ բան, ամեն ինչ լավ կգնա, եթե ցեղասպանությունը ընդունեց, իր պատիժը գրեց, Իսկ ձեր մայրիկը ինչ-որ բաներ պատմում էր, հիշում էր։ Ինչ ասում եք, դարաբա, Կելեկյան որբանոցում եմ մեծացել։ Այդ դուք մեծացել եք այդ պատմությունների տակ, ձեր զավակները ինչ երազանքով են մեծացել, ինչ ունի այսօրվա հայ երիտասարդը։ Բոլորը միշտ ասել ենք զավակս, միշտ ասել ենք, որ Թուրքի ինչպիսի գործերը կդրել, ինչպիսի երեխեք է սյունի վրա անցկացրել։ Մի խնդրում եմ Շունի վրա երեխա անցկացնել սրիկից, որ մեկը ասում աղջիկս, մամաս ինչ տարաբանքներ է տեսել, վերջին Կելեկյան որբանոցում մեծացել եմ այրիշում։